Մեր դրական եթերը շարունակվում է եւ մենք այս պահին ուզում ենք լայն ժպիտներով եւ շատ դրական էներգիայով ներկայացնենք շատ դրական մարդկանց, շատ հետաքրքիր եւ շատ գեղեցիկ մի զույգի, ախր այնքան շատ ողջավորություն ես, որոնք վերջերս մի շատ հետաքրքիր որոշման եկան, գեցեն նրանք կարևոր շատ այսպես անակնկալ նույնիսկ որոշում գուցե շատերիս համար, բայց նրանց համար գուցե ոչ, լավ, ես շտապեմ արդեն ներկայացնեմ մեր հյուրերին։ Մեր տաղավարում են դերասան եւ դերասանի Անահիտ Մանուկյանը եւ Հայկ Հովհաննիսյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ շնորհակալ ենք, որ դուք մեր տաղավարում եք եւ մեր հետ եք սկսում այսօրվա այս գեղեցիկ հանգստյան օրը։ Ուզում ենք վերջ իրադարձություններից ելնելով շնորհավորենք ձեզ այդ շատ կարևոր որոշման համար, կարևոր գործողության եւ այդ կյանքի ամենակարևոր բանն է, չէ՞ երևի։ Ներողություն։ Կարևոր որոշում։ Ես նույնպես բախվում եմ, ինչ շատ շուտով կպատմեմ քիչպես։ Ճիշտ է, համացածում արդեն sense լայն տարածում ունեցավ այս ամեն ինչը, մարդիկ տարբեր ձևի այսպես քննարկում էին այս իրադարձության մասին։ Մենք տեսնում ենք մեր պատեկրանին։ Ես արդեն անգիր գիտեմ, հավանեցիր ներկայացումը։ Հասկացա։ Ես մեկնած։ Կամ ուսանած ինձ։ Ինչքան էիք հուզվում։ Բայց այնքան հետաքրքիր է հիմա ասեմ ես ռիլը սոցցանցերում, երբ որ տեղադրեցինք ու հետո նաև տարածվեց, քանի որ հանդիսատեսը շատ էր ու ամեն մեկը տարբեր սթորիներ էր անում եւ ռիլեր էր տեղադրում, ես ամեն անգամ հեռախոսով թերթելուց Այս կադրը տեսնելիս էլի նույն ձև ոտքերը սկսում էր մի պահ սենց թուլանալ, հա, նույն էմոցիաներն ապրում էի։ Հիմա էլ ճիշտն ասած էլի ինչ որ բան եղավ։ Անկեղծ չգիտեիք, որ Հայկը առաջարկություն է անելու։ Չէ, անկեղծ չէ։ Չներ, որ այ այսօր Հայկը վերջապես ինձ կանի եղելա որ չի լինելու։ Այո, այդպես։ Այսինքն ամեն ինչ արվել, որպեսզի կասկածները հեռացնենք, ոչ մի կասկած չունի։ Աղջիկները իմանալով սիրում են նմանատիպ բաներ, բայց իմ տեսակի տղաներն էլ չեն սիրում նմանատիպ բաներ, բայց երբ որ մենք խոսացել ենք առհասարակ քննարկել ենք այդ թեման, եկել ենք այն եզրահանգմանը, որ չի լինելու նման բան, ու հենց դա էր անակնկալը, որ եկել էր դու նախապատրաստել ես ամեն ինչ, եւ երբ որ նույնիսկ հրավիրեցին բեմ Չէ, այդ ժամանակ արդեն հասկան, անկեղծ եմ ասում, իսկապես տեսեք ոնց է, մենք երբ խոսել ենք, ես ասել եմ Որպես աղջիկ դա ինձ համար այնքան հաճելի, այնքան սենց լուսավոր պահ, ավելի շատ ադրենալին սիրող մարդ եմ ես, ու այդ ամեն ինչի մեջ նաև անակնկալը, ադրենալինը, ես դրա միշտ մտածել եմ դրա մասին, որ ես այո, կուզեի առաջարկություն։ Հայկը հակառակը, ինչպես նշած, դեմ էր, ոչ թե դեմ էր, ասում էր ուղղակի չէ, ու ես գիտեի, որ վերջ իմ կյանքում հաստատ չի լինելու առաջարկություն, դե ինչ արած համակերպվել էի, ու դե ներկայացման ավարտից հետո, երբ որ Հայկը վերցրեց միկրոֆոն, ես իրեն այսպես լուսավոր աչքերով նկարում էի, բայց դե երբեք ներկայացման ավարտից հետո դերասանները չեն խոսում, սովորաբար հանդիսատեսի հետ, ու երբ որ Հայկը վերցրեց, ես այսպես նկարում էի, հեռախոսը իջացրի եւ իմ ընկերներից մեկին ասացի, հանկարծ առաջարկություն չանի։ Ու դե որ կանչեց արդեն բեմ Ես արդեն հասկանալի էր այդ պահը։ Ու ադրենալինը այս սկսեց, ես ստացա այն ինչ իրականում Բայց երբ որ Հայկը հարցնում էր, Անահիտ, հավանեցիր ներկայացումը, դուք շտապում եք նորից վերադառնալ ձեր տեղը։ Դուք արդեն գիտեիք ինչ է կատարվելու, ուզում եք փախնեք այդտեղից, աղջիկներին բնորոշ վարքագծին համաձայն։ Ռուբեն, այո, դա Հենց պատասխանատու հատված է գալիս, դուք որոշում եք փախնեք, բայց ամբողջ կյանքը ուզում եք դա։ Հետո ես գալիս եմ, չենք ուզում։ Չէ, դե դա էմոցիաներ են, դրանք հույզեր են, լավ եւ դրական։ Մենք սխալ բան չեմ ասում, հուսով ինձ ճիշտ եք հասկանում։ Դա ես կպատմեմ առանցին թողարկման։ Չէ, էմոցիաներն էին ուղղակի, հիմա ոչինչ չեմ կարող ասել, թե ինչը ինչի համար, թե ինչից դա եղավ։ Այդ պահին ամոչում էի, թե չգիտեմ ինչ էր ինձ թվում էր երբեք բեմում չեմ կանգնել ամբողջ կյանքում, չգիտեմ։ Ամեն ինչ այդ պահին առաջին անգամ էր, մարդիկ ինչ են հավաքվել, ինչ են եկել։ Հետո եթե ուշադրություն դարձնեիք, ես երբ որ հարցրեցի կամ ուսնանաս ինձ հետ, մի քիչ երկար մտածեց։ Չէ։ Ուղղակի պատասխանը այնքան հստակ էր։ Վաղուց էր հստակ, իսկապես վաղուց էր պատասխանը հստակ, առհասարակ։ Դե դա հուզմունք էր։ Ուղղակի ես երկարացնում այդ էմոցիան էի դեռ ապրում։ Մի քիչ էլ այդ։ Դե բայց դա կյանքում մի անգամ է, չէ՞ լինում փախել, Հայկ, պետք է մարդը վայելեր
Հայկ, բայց ինչու հենց այդ օրը։ Ինչպես որոշվեց, որ ամուսնության առաջարկ արվի հենց այդ օրը ներկայացումից հետո, ներկայացման վերջում։ Ես չեմ պատկանում այն դերասանների շարքին, որ հստակ գիտեն իրանց օրինակ մյուս տարվա պլանները կամ կլինեն առհասարակ այդ ասպարեզում, թե ոչ։ Ես իմ կարծիքով չունեի ավելի լավ առիթ ու վայր այդ ամեն ինչը կազմակերպելու համար։ Ու քանի որ ես դեռ չգիտեմ իմ տեսակին մի քիչ չգիտեմ իմ տեսակի ես ինքս լավ իմանալով հստակ չգիտեմ ես մի ամիս հետո կուզենամ զբաղվել այն ամեն ինչով որ զբաղվում եմ առավել եւս խաղալ ներկայացման մեջ ընդգրկված լինել ու կանգնած լինել նման բեմում այդքան շատ հանդիսատեսի մոտ ես հասկացա որ ամենալավ պահը դա է Պարոնյան թատրոնի բեմից առաջարկություն անելն է Իսկ երկար եք պատրաստվել։ Երկար չէի ասի, երևի մի 15 օր։ Երկար չէ։ Չէ, երկար է։ 15 օրվա մեջ ինչ էր հարկավոր։ Ծաղիկները աճեցին։ Հա, ծաղիկները որ աճեին։ Ոսկերիչները պատրաստեցին, իդեպ ես չգիտեմ այդ առումով չենք խոսել երբևիցե հանրային կամ ինչ որ չի եղել քննարկում, բայց իրականում հա շատ մի քիչ երկար տևեց մատանու ընտրությունը։ Ու այդպես Բայց մատանին չի ընտրել Անահիտը, դա միայն ձեր ընտրությունն է եղել, թե կար այսպես ակնարկ, որ սա էս հավանական։ Չէ, գիտեք, ես եղել է օրինակ, երբ խոսում ենք այն առաջարկության բայից, վաղուց։ Օրինակ, մատանու հավանած ձև, այն ժամանակ տենց ասում էի, ակնարկում էի, որ ուզում եմ նուրբ լինի, դա աղջիկական, մեր ցանկությունները։ Տենց ինքը հիշել է ու ամեն ինչ պահպանել է։ Բոլոր ձեր ցանկություններն ու այսպես ամեն ինչ եկավ նրանից Ռուբեն ջան, որ ին նվիրած ոչ մի մատանի Անահիտը իրականում չի հավանել։ Ու ես ու անկեղծ Իսկ կարող է մատանի, որ քիչ առաջ Անահիտը տեսարուկում հանեց չպրտեց, էլի հայկի նվեր տված մատանիներ։ Երկար էր սպասում։ Կարևոր էր, որ այդ մատանին գտան ու տվեցին, որովհետև հնարավոր էր էմոցիաների ազդեցության տակ մատանին գնար, բայց լավ է գտան ու հետ տվեցին մեզ։ Վերադարձրեցին։ Դե կարևոր ես հիմա ունեմ իմ մատանին, որը երբեք այդպես չեմ անի։ Շնորհակալ եմ։ Հուսով եմ։ Տեսնում ես, մի ամբողջ կյանքի համար կայացված որոշում։ Եթերի այս հատվածը կարող ենք մոնտաժ անել տալ Հայկին միշտ։ Որտեղ Անահիտը ինչ էր Կոմպրոմատ։ իրենք հնազանդեմ։ Այո։ Գանք ամենասկզբից։ Ինչպես եք ծանոթացել ընկերներ։ Ծանոթացել ենք ֆիլմի նկարահանման ժամանակ։ Դե ծանոթ եղել ենք, այսինքն ես իմացել եմ, որ կա դերասանուհի Անահիտ Մանուկյան անուն ազգանունով, ինքը իմացել է ինձ, ծանոթացել ենք ֆիլմի նկարահանման ընթացքում, բայց մենք մի քիչ իրարամերժ բան կասեմ, հիմա ծանոթ ենք եղել դեռ մանուկ ժամանակ, ուղղակի չենք հիշել իրար, որովհետև մենք եղել ենք նույն գյուղի ու նույն շենքի հարևաններ։ Իրար դուր դրան կպած հարևաններ։ Բայց դուք այդ ժամանակ քանի տարեկան եք եղել։ Հայկը եղել է 5, ես նորածին։ Դե բայց ջան նորմալ է։ Բայց մեր ընտանիքները իմացել են իրար, գիտեն միջև այսօր ու մեր ծանոթությունը որպես այդպեսին եղել է արդեն ֆիլմի նկարահանման ժամանակ ու ասեմ այդ ֆիլմի նկարահանման ժամանակ ծանոթությունը ոչ մի ինչ որ հեքիաթային թիթեռնիկներով ծանոթություն չի եղել, որովհետև թե ես թե Անահիտը մեղմ ասած ուղղակի չէինք սիրում իրար։ Բայց ինչպեսին է լավ, առաջին հենց այդ հանդիպումը, երբ որ դուք տեսաք Անահիտին, Անահիտ դուք տեսաք Հայկին, էս ինչ տղա է, թե այսինչ աղջիկա, այդ ինչի մասն է խոսքը, մի քիչ բացենք փակագծերը, չէինք սիրում իրար, չէինք սիրում իրար, ու քանի որ չկար մեր մոտ սերը առաջին հայացքից ու նմանատիպ ինչ որ հեքիաթային բաներ, մենք պետքա նկարահանվեինք դեռ շարունակ մի քանի օր երևի Դե մենք պահում էինք պրոֆեսիոնալիզմը, սոլիդարնիստ, դա էինք պահում, ամեն դեպքում չէինք ուզում մեր անձնական այդ էմոցիաները, այո, դժգույն էմոցիաները, որ իրար հետ ենք խաղալու, դա հանկարծ երևար։ Բայց այո, ինչպես նշեց Հայկը, մեծ հակակրանք կար, երկուսիս մոտ չգիտես ինչու։ Անահիտ, իսկ ո՞րն էր հակակրանքի ամենամեծ պատճառը։ Հստակ ինչը դուր չէր գալիս։ Ես այդ հարցի պատասխանը անկեղծ մինչ այսօր չունեմ։ Ուղղակի։
Իսկապես ուղղակի ես մտածում եի, որ չգիտեմ, լրիվ Բայց դուք չեք ճանաչում, չէ՞ իրար։ Ոչ, չենք ճանաչում։ Դե հերական ինչպես Հայկը նշեց, դե Հայկը գիտեր, որ Անահիտ Մանուկյան դերասանուհի կա, դուք գիտեք, որ Հայկը կա, բայց իրար անձնապես այսպես առիթներ չէ եղել։ Շփման ընդհանուր եզր երբեք չի եղել, առիթներ չի եղել ու երբ որ մենք ծանոթացանք ֆիլմի նկարահանման ժամանակ, շփվեցինք, անցավ մի քանի օր, մի քանի նկարահանման օր, հետո իմ մեջ այդ թիթեռնիկները եկավ սիրահարված տղայի։ Հետո երբ որ իմ մեջ արդեն այդ սիրահարված տղայի թիթեռնիկներն եկավ, նկարահանման խումբը որոշեց, որ իրենց պետք է արձակուրդ։ Այսինքն շատ սխալ ժամանակ, շատ սխալ արձակուրդ ունեցավ մեր նկարահանող թիմը, դե ինձ ինչ որ հանդիպան պատրվակներ էր պետք մտածել կամ հորինել, այդ ամեն ինչը լրիվ ուրիշ պատմություն։ Իսկ ինքը հորինում էր եւ գտնում էր այդ պատրվակները։ Շատ անկեղծ եմ ասում, մեր միությունը, այսպես կարելի է ասել, ու մեր սերը չի եղել արդեն շատ ու հաճախ հանդիպող ընկերություն սերերի պես դարձած, որ չգիտեմ, իրանք ուղղակի հանդիպեցին, սիրեցին իրար ու ընկերություն են անում։ Ես բավականին երկար ժամանակ պայքարել եմ ուղղակի նորմալ շփման համար։ Շատ երկար ժամանակ եմ պայքարել ու այն հին ժամանակների պես եմ, որ աղջկան հավանում են ու այդպես ստացվեց, այնպես ստացվեց։ Իսկ ինձ հենց դա դուր եկավ, որովհետև հիմա ինձ թվում է այդ քաղցր լավ բաները վերացել են եւ աղջիկների մեջ եւ հավասարապես տղաների մեջ։ Իսկ այդ տղայի պայքարելը, չգիտեմ, դե ես լեգենդերով եւ գրքերով եմ շատ սնվել ու այդ պատմությունները ուղղակի մտել էին իմ մեջ ու ես երևի թե հենց այդպիսի մի բան էլ փնտրում էի։ Իսկ այն շատ հեշտ ուղղակի դե հաշվեցինք, սիրահարվեցինք իրար, այդ ամեն ինչ կարծես թե ինձ համար չի։ Ես սիրում եմ իսկապես, երբ տղան պայքարում է, տղան սխրանքների է գնում, տղան նվաճում է աղջկա սիրտը ու ես ահավոր շատ շնորհակալ եմ, որ հենց այդպես էլ եղավ։ Շնորհակալ եմ նաև քեզ։ Կհանդիպենք միշտ։ Շատ իրանցով խոսացին, բայց շատ գեղեցիկ եք խոսում ու շատ շնորհակալություն, որ նման անկեղծ ու ջերմ բանեն դեպս առիթ ունենք ձեր հետ զրուցելու, բայց ամեն դեպքում մի քիչ մենք ուզում ենք բզբզալ, էլի։ Տարբերությունների մասին խոսենք։ Արդյոք շատ տարբեր են ձեր բնավորությունները։ Կամ արդյոք շատ նման։ Ես խոսեմ, Հայկ, թե դու։ Ես կարող եմ ամենահեշտ բանից խոսել, որովհետև քիչ են դրանք հեշտ կլինի թվարկելը, նմանությունների մասին կարող եմ խոսել։ Մենք մեկս մյուսի մասին հոգ տանող ենք, միանշանակ կարող եմ ասել, պայքարում ենք մեր մենայուն սիրո համար, մեր նմանություններից երկրորդը, ու նմանատիպ բաներում նման ենք։ Մնացած յուրաքանչյուր հարցում մենք տարբեր ենք։ Առօրյա մնացած կենցաղային հարցերում կենցաղային թե նախասիրություն թե բնավորության գծերի մենք տարբեր ենք շատ Հասրել եք արդեն բախում։ Լավ, մյուս հարցը մի քիչ հետո կտամ։ Լսում եմ ձեզ։ Շատ լավ ասաց իդեպ, այդ բոլոր նմանությունները շեշտեց, մնացած ամեն առումով մենք տարբեր ենք։ Ֆիլմի ժանրային նախասիրություն, երաժշտության նախասիրություն, ուտեստների նախասիրություն, հագուստ, գույն, տեխնիկա, ամեն ինչ մի խոսքով մենք տարբեր ենք։ Ու այնքան հետաքրքիր է։ Ժամանակավոր հարցեր են։ Չէ, շատ հետաքրքիր է։ Ես չէի պատկերացնում, այ տեսնում եք, այդ տարբերությունը միշտ այն սկզբից վրացի հակակրանք առաջացրել, երբեք չէի պատկերացնի, որ դա ուղղակի կծնի սենց սեր ու հետաքրքիր սեր։ Իսկ այդ հետաքրքրությունը կարծում եմ, որ հարաբերությունների մեջ հավերժ պարտադիր պայման է։ Ու այդ հետաքրքրությունն է, որ ներողություն եմ խնդրում, ուղղակի բան հիշեցի։ Երբ որ մենք ընկերություն էինք անում, էլի սկզբի ժամանակները, ես բավականին թանկարժեք մեքենա գնացի։ Ու իմ կարծիքով, երբ որ Անահիտը իմանար, իմ համար անակնկալ ասում, Անահիտ, դες նոր մեքենա եմ գնել, սենց Անահիտը սենց նայեց այդ մեքենային, նայեց ինձ, ասեց, թե քեզ դուր է գալիս։ Ասում եմ, հա, քեզ չէ։ Ասաց, դե ինչ կապ ունի, կարևորը քեզ դուր է գալիս։ Ու սենց լղճվեց իմ մեջ այդ։ Էլ չեմ ուզում ես մեքենան տարել։ Չեմ ուզում այդ մեքենայի մասին ինչ-որ հիշեմ, ու ին կարծիքով այդ անակնկալը պետք է լիներ սենց։ Անահիտ նայի նոր մեքենան, վա ինչ լավ մեքենա է, ու ինչքան էլ ինքը իմ համար
այդ նենց մեքենա որ աղջիկները ին կարծիքով շատ են սիրում այդ մեքենան ու սենց Անահիտը այնքան սենց ոչ մի բան չասող հայացքով սենց նայեց ասեց դե կարևորը քեզ դուր է գալիս ու հեքիաթը վերջացավ այդ բային այդ օրինակ էր զուտ սիրելի հեռուստադիտողներ ես Քավլիցի չէի ուզում շեշտել են որ ես վարում եմ թանկարժեք մեքենա Պատմություններ զուտ մեծ տարբերությունների Իսկ բախումներ եղել են այդ տարբերության ֆոնին Մեքենայի մասին պատմեց հենց Դե մեքենան լավ, դե այդտեղ բախում չի եղել Բայց տեսակ այդտեղ բախումը ոնց sense hard եղավ ես ասեցի դե եթե դու սիրում ես քեզ դուր է գալիս Շնորհավոր նույն կերպ ինքն է հաճախանում դե եթե քեզ դուր է գալիս շնորհավոր շատ լավ ահա իհարկե ու այդ բացարձակ կապ չունի այդ նախասիրությունը իրար ոգևորելու մեջ, որովհետև մենք երկուսս էլ իրար շատ ոգևորող ենք ոգևորության առումով, այսինքն այն իրար, չգիտեմ, թևութիկունք, չգիտեմ, եթե հանկարծ մեկի մոտ տրամադրության անկում կա, տրամադրություն ուղղակի բարձրացնում ես, այ ոգևորող, այդ բառը, իրար շատ կարևոր է ոգևորում ենք, հետո արդեն նոր կարելի ասել սիրող զույգ ենք մեկս մյուսի համար սիրող մարդ ենք Իսկ այդ ընկերությունը արդեն տարբերություններ մղվում են երկրորդ պլան, երբ կա իսկապես ընկերություն, որովհետև մենք մեր ընկերների հետ երբ այդքան էլ համակարծիք չենք լինում, այդքան էլ նույնը չենք լինում, նման չենք լինում, բայց ընկեր ենք, չէ՞։ Իրար կողքի ենք նույնցավ մեզ մոտ ընկերությունը գալիս է, այ ծածկում են բոլոր տարբերությունները։ Ամեն դեպքում ես ասեմ, որ ես հավի կրծքամիսով ոչ մի ուտես չեմ սիրում, բայց այսօր էլի կերել եմ։ Իսկ ես ասեմ, որ ես գարան միշտ չեմ սիրում եւ երբեք չեմ ուտի։ Այ տարբերությունները հասկանում ես։ Տարբերություն եք, բայց դու կարծում բոլորս նկատեցինք, թե ինչպես են չէ սիրելիներս։ Ես հավի կրծքամասով ոչինչ չեմ սիրում, բայց այսօր կերել եմ։ Իսկ ես երբեք չեմ ուտի։ Չեմ սիրում եւ չեմ ուտի։ Իհարկե։ Առողջ փոխհարաբերությունների գաղտնիքը։ Այո, ուղղակի Անահիտը չգիտեր, որ երեկվա թարմ կամած հյութը դա փոքրիկ գարից միսիկներ էր պարունակում իր մեջ Միսիկներ չէր պարունակում, բայց որ ասելա կասա Ուրեմն ես հրաժարվել եմ սպիտակ ալյուրից եւ քաղցրից Սննդակարգիցս առհասարակ բացառել եմ ու Հայկը որոշում է ինձ համար վիտամիններով հարուստ ըմպելիք պատրաստել բանանով, ելակով ես ասել եմ որ հանկարծ մեջը շաքար չլինի բերում այնքան պատկերացնեք որ շաքար չես օգտագործում մեկ էլ խմում ես այնքան sense հաճելի մի բան կա Հայկ ասում եմ մեջը շոկոլադ ես ավելացրել չէ բացարձակ բայց փոքրիկ երկու գտալ շոկոլադ ճաշի գտալ երկու փոքրիկ ճաշի գտալ այո որ ավելի համեղ լինի։ Բան այդպեսի բաներ էլ անում։ Դե չենք վիճում ոչինչ։ Դե հիմա սիրելով արել, հա, համեղ է։ Ձեզ դուր եկավ։ Աղ դուք տղաներով դուք։ Չէ, մենք ինչ, բայց օրինակ հետաքրքիր է, հանգստյան օրեր ունենում եք արդյոք եւ ինչպես եք անցկացնում։ Դե քիչ է լինում, որ համ իմ հանգստյան օրը, համ Անահիտի հանգստյան օրը համընկնում է, շատ քիչ է լինում։ Եթե համընկնում է առհասարակ ինչ որ ծրագրած բաներ չեն լինում։ Այդ վախ ջան։ Այդ օրը այդ ժամին ինչ մեր խելքը փչի, վստահաբար կանենք, որովհետև երկուսս էլ սիրում ենք թե ակտիվ հանգիստ, թե пассив, չգիտեմ, հնարավոր ոչ մի բան չանենք, ուղղակի քայլենք մեր քաղաքով ու այդ լինի արդեն հանգիստ։ Կամ նախընտրում ենք քաղաքից դուրս տարբերակները։ Կա ինչ-որ մի վայր, որ շատ եք սիրում, դա հենց ձեր վայրն է, որ հաճախ եք այցելում։ Օ, ինչի՞ Չեմ կարծում, չէ։ Մենք նորի բացահայտման կողմնակիցն ենք միշտ։ Նորի բացահայտման ճանապարհով ակտիվ հանգստի սիրահար եք թե пассив։ Օ, ես ակտիվ։ Օ, ես ինչպես ասի, իմ կողքի աղջիկը Անահիտ։ Եթե ակտիվ, ուրեմն ակտիվ։ Ապրես, ոնց սովորացրել։ Շատ տանգետ կա էլ։ Բայց ոնց որ пассив։ Ավելի իրականում նայած ժամանակ նայած թե եթե խիստ ինչ որ նկարահանման գրաֆիկ ես ունենում փաստը երկուստել ու ավելի շատ նախընտրում ես пассив հանգիստ եթե չէ ակտիվ շատ նայած ժամանակ Ես սիրում եմ пассив հանգիստ բայց հոգնում եմ пассив հանգստից եթե ինձ պետք է հանգստանալ ես ընտրում եմ ակտիվ հանգիստը ես ադրենալինի սիրահար եմ սարեր բարձրանալ օթային դայվինգ, ինչ որ ծովային, շատ ուղղակի որ լինի ադրենալին։ Դա եւս տարբերություններից է, որովհետեւ ես չեմ սիրում ինչը շեշտեց Անահիտը։ Միասին չեք փորձել։ Չենք էլ փորձի։ Վստահ։
կարող եմ ասել։ Հաշվի առնելով, որ դու այսօր հավի կրծքամիս ես կերել Կյանքը հարցերում է։ Սիրելի Հայկ, այո։ Սիրելի Հայկ։ Ու տեսնում եք Մենք ձեզ կհյուրընկալենք ձեր օթային ճախելուց չէ։ Կլինի սիրելի։ Չեմ բացառում ոչ մի բան, շնորհակալ եմ շատ։ Բայց այս պատասխանը կթողեք, չեմ Հագեցած բացառում։ գրաֆիկի մեջ կարծում եմ դուք պետք է գտնեք այդ ժամանակը։ Հաշվի առնելով, որ երկուստ էլ շատ զբաղվածությունը շատ մեծ է, իրոք ստացվում է, որ դուք ունենաք այդ պատուհանը բաց հանգստին տրամադրելու։ Հիմա չէ։ Եթե ինչ։ Հիմա այս ժամանակաշրջանում չի ստացվում ընդհանրապես։ Մենք չենք կարող ենք տրամադրել մեր ներսի եղած ամբողջ էներգիան ակտիվ հանգստի ու ինչ որ չգիտեմ ինչերի, բայց ժամանակը չի ներում, որովհետև մենք ընդհանուր իրար հետ չենք կարող 3 օր ազատ գրաֆիկ ստեղծել ու օրինակ լինել ուրիշ երկրում կամ քաղաքում չի ստացվի։ Կամ երկրում ճախրել։ Բայց վերջին պահով ես մենակ ուրախ եմ դրա համար։ Դե ասեցի, կյանքը արժևում է, ամեն բան արժևում է, կտեսնենք։ Այդպես։ Հրաշալի։ Իսկ պատկերացնենք, որ այնպես է ստացվել, ինչ-որ մի նախագիծ է, ֆիլմի տեսքով, որտեղ դուք կամ թատրոն ինչ-որ մի ներկայացում, կան արդեն միասին ոնց է լինի երեկոյան ինչ-որ տես թեմաներ, հետագա, ապագա պլանների հետ կապված, գուցե խոսեք, գուցե պատկերացնեք, գուցե երազեք, կամ մի ֆիլմ, որ դուք կուզենայիք միասին նկարվել ու կոնկրետ ինչ-որ դերերում հանդես գայիք, կամ նույնը թատրոնի արդեն պարագայում ինչ-որ մի պիես, որտեղ միասին խաղալ։ Այս հրաշալի հարցին կպատասխանի Հայկ։ Ոչ։ Չէ, ինչի համար, բայց ոչ, ես շատ անկեղծ այն ժամանակ, երբ որ մենք նկարահանվել ենք իրար հետ ու այդ ամենակարևոր սկիզբն է եղել մեր ծանոթության, շփման ու առհասարակ իմ զգացմունքների հետո Անահիտի, ես այլևս չեմ ցանկանա ու անկեղծ ասել եմ այդ ժամանակ էլ Անահիտին, որ էլ չեմ ցանկանա մի նախագծում լինենք երկուսով։ Մենք երբ միասին էինք նկարահանումների, Հայկի ուշադրության ամբողջ այդ կենտրոնացումը ինձ վրա էր։ Անգամ երբ իմ կադրը չէր, ինքը նկարվում էր, բայց ես հասկանում էի, դե նոր սիրահարված վիճակից էլ կարող է լիներ, բայց ինձ ուշադիր հանկարծ ցուրտ չլինի, երբեմն նկարաման հրապարակները լինում են ցուրտ, երբեմն շոկ չլինի հանկարծ, բա ինչ որ բան կերավ, չկերավ, շատ էր ուշադրությունը ինձ վրա։ Մի անգամ երբ ասես, որ էլ չեմ ուզի քո հետ նկարեմ, ես մտածեցի, ասեցի կարող է հնարավոր է իր մոտ որպես դերասան ուզում է շատ կենտրոնացում լինի միայն աշխատանքի վրա, ես նկարանում հրապարակում հնարավոր է իրեն խանգարում եմ այդ առումով, որովհետև օրինակ չգիտեմ, այդ զգացմունքն ու աշխատանքը չի կարողանում այդքան զատի հաղթում է զգացմունքը ուրախություն ինձ։ Այսպեսի մի բան էի մտածում, հա։ Բայց դե Այ ապրեզեզ, այդ նույնն էլ ուզում էի ասել։ Չէ, բայց կա իրականում նման ճշմարտություն, դա հուսով եմ Հայկը կհաստատի, հուսով եմ, որ աշխատանքային այդ ընթացքը, երբ որ սկսվում է, դու տրվում ես ամբողջությամբ աշխատանքին եւ քո ուշադրության կենտրոնից ամենահարազատ կամ ամենասիրելի մարդիկ նույնիսկ կարող են դուրս մնալ, որովհետեւ դու կենտրոնացած ես տվյալ աշխատանքի մեջ կամ կերպարի առումով, չգիտեմ, տեքստի առումով, զուգընկերոջդ հետ ինչ որ մի բարդ հնարք կա ֆիլմում, նկարահանման կամ բեմում անելու, դու կենտրոնացած ես այդտեղ։ Ու շատ դեպքերում գուցե քո սիրելիդ նկատմամբ չկարողանաս այն մեծ ուշադրությունը կամ սովորաբար առօրյային ուշադրությունը ցուցաբերել, որը տալիս ես։ Բայց այս դասական դարձած մեր հարցը, որ սովորաբար միշտ մեր հյուրերին տալիս ենք, ուզում ենք նաև ձեզ տալ, թե հետաքրքիր է վերջին շրջանում կա արդյոք ժամանակ ընթերցանության համար ու կարդում եք արդյոք գրքեր, եթե այո, դրանք որոնք են կամ վերջինը որն է եղել։ Սկսեմ ես։ Ես որտեղ կլռեմ։ Ես առհասարակ ընթերցանությունը իմ կյանքում շատ մեծ փոփոխությունների ա բերել, շրջափուլերի ա բաժանել ամեն բան, բայց կլինեմ ազնիվ եւ կասեմ, որ վերջերս ինձ մոտ այդ նախասիրությունը մի փոքր նվազել է։ Ես հիմա, որովհետև ասեմ ինչ, երբ գտնում եմ այդ ժամանակը, նայում եմ ֆիլմ։ Հիմա բաժանել եմ ֆիլմային ինչ որ շրջան է սկսել, դա կարծում եմ աշնան հետ է կապված, որովհետև շատ տրամադրության մարդ եմ ես եւ միանգամից այդ եղանակային տպավորություններն ու գույներն ինձ տանում են ավելի ֆիլմային։ Չգիտես ինչու, այս աշուն այդպես է։ Վերջինը օթոփարուկ թռցնողը։ Վերընթերցում էր դա։ Նույնիսկ վերընթերցում։ Խալեթոսին։ Այո, բայց Հայկի հետ Ես միշտ եղել եմ անկեղծ, շատ անկեղծ եմ եղել, ես օրինակ Ինայի հետ շատ տարիներ արդեն ճանաչում ենք իրար ու Ինան էլ գիտի, որ ես ընդհանրապես ընթերցասեր մարդ չեմ, բայց թե գործի բերումով, թե չգիտեմ, միշտ պետքա լինում, որ շատ ընթերցի մարդ։
Բայց ցավալի է կամ ուրախալի չգիտեմ, բայց ամեն դեպքում այնպեսին Իսկ ֆիլմասեր։ Ֆիլմասեր եմ, բայց շատ ծիծաղելի է, որ անունները չեմ հիշում ֆիլմերի։ Հա, ես Հայկը այդպեսին է, Հայկը այնքան ֆիլմ է նայել, ես ինչ որ բան որ ընտրում եմ, որ միասին նայենք, անունը որ ասում, ասում չէ։ Սենց պետքա պարտադիր ցույց տամ այդ աֆիշը։ Կամ մի փոքրիկ դրվագ պատմեք ինքը շարունակի։ Իրոք ծիծաղելի է, բայց ես անունները չեմ ֆիքսում ոչ մի ձև։ Այնուամենայնիվ, քանի որ անդրադարձանք ֆիլմերին, առաջարկում ենք ձեզ առաջարկել top 3 ֆիլմերի, որ խորհուրդ կտակ դիտել կամ մեզ եւ նաեւ ինչպես նաեւ մեր հեռուստադիտողին։ Մենք էլ ենք շատ ֆիլմասեր ու հետաքրքիր է նաեւ ձեր Հայկին չենք առաջարկած հարցնում, տարբերակները։ որովհետեւ դու հայկի տեղը կասես, վստահաբար անունները չի հիշի։ Ես անունները չեմ հիշում, բայց կարող եմ սցենարից ասել ինչ-որ։ Բացի սցենարից, լավ, անկեղծ, գուցե տպավորված լինի 3 ֆիլմ, որ խորհուրդ կտակ մեզ, մեր հեռուստադիտողներին։ Վերջինը, որ միշտ ես ու Անահիտ անընդհատ ինչ որ քննարկումների մեջ եղանք, դա Նոլանի սկիզբը։ Ինքը շատ քննարկելի ֆիլմ է։ Ու ինչ որ sense մեկս մյուսին ապացուցելու բան ունեինք, Անահիտը վերջին տեսանն էր ասում, որ այսպես է լինում, ես ասում եմ, չէ, այդպես չի լինում։ Իմ համար դա էր ինչ որ հետաքրքիր ֆիլմ, որը իհարկե բավականին շուտ են նկարահանել, բայց իմ համար բացահայտում էր։ Ես հիմա համել ուզում եմ Հայկի սիրած ֆիլմերը հիշամ ասեմ, որովհետև կան ֆիլմեր, ասում ու ես շատ եմ սիրում։ Մի րոպե։ Ես ժանրից թրիլերն եմ շատ սիրում։ Դուք նաև նախասիրությունների տարբերություններ ունեիք, չէ՞, նույնիսկ ֆիլմերի առումով։ Հայկը թրիլեր, իսկ Անահիտը Չէ, ես էլ եմ թրիլեր շատ սիրում, դետեկտիվ ժանրն եմ շատ սիրում, հոգեբանական դրամա եմ շատ սիրում, Հայկը այդ ժանրը չի սիրում։ Իսկ կրիմինալ սիրում ես։ Չէ, Հայկ չեմ սիրում կրիմինալ։ Ժամանակի հարց է։ Դե կախված թե նաև սիրելի դերասան, սիրելի ռեժիսոր, այդ շատ կապ ունի իմիջայլոց։ Դա ես դասական ֆիլմեր ունեմ, որ իրանք ինձ համար ուղակի հայերեն էս պահին ոչինչ որ ասեմ ռուսերեն սպիսակ Շիդլերը жизнь прекрасна ցուցակը կյանքը հիասքանչը եւ Կոպերնաում ֆիլմն է որ տպավորված է չգիտես ինչի ինձ մոտ էմոցիոնալ այդ ֆիլմը միշտ է տպավորված էլի շատ իրական բավականին ծանր ֆիլմ է դե հրաշալի ֆանտաստիկ նկարահանված ֆիլմեր կան ֆանտաստիկ դերասաններով բայց այդ ֆիլմը ինձ համար ինձ թվում է ֆիլմ չի ուղղակի անունն է ֆիլմ Այդ որը Կոպերնաում դու չես հավանի այդ ֆիլմը Ես չեմ հավանում չես հավանի բայց իհարկե կարող ես նայել կին ռեժիսոր բավականին ծանր դրամայի մասին է խոսքը հերոսի երեխա Ծանր պատերազմական գոտում Սիրիայում ապրող երեխայի մասին։ Իդեպ երեխայի ընտրությունը եղել է հենց այդպես, այդ թաղամասերում անը եկել ու հենց այդ երեխային տեսել են եւ իրան էլ վերցրել են։ Այսինքն դերասան չի երեխան, բայց թե ոնց է խաղում։ Վայ։ Այս բաժնի համար դերևս այսքանը եւ որի համար շատ շնորհակալություն, բայց մենք ձեզ չենք ուզում ուղակի դեռ բաց թողնել, որովհետեւ մենք առաջարկելու ենք միասին խաղ խաղալ, եթե դեմ չեք։ Այո։ Եթե դեմ չեք, ես առաջարկում եմ գնալ եւ բերել թղթիկները, որը նախապատրաստել ենք խաղի համար։ Իսկ այս խաղում հաղթողներ եւ պարտվողներ կան։ Չէ, ուղղակի դուք ավելի լավ կճանաչեք միմյանց, մենք էլ ավելի լավ կճանաչենք ձեր շնորհիվ ձեզ։ Եվ նաեւ մեր սիրելի հեռուստատողները մեզ հետ միասին խաղը կարծում եմ դուք էլ լավ գիտեք, ով ավելի։ Այն հայտնի խաղն է ով է ավելի, մենք հարցեր ենք տալիս թե ով է ավելի սանում կամ Դուք պետք է միաժամանակ պահեք այդ մարդու անուն, դա կլինի ձեր անունը թե Հայկի, ըստ հարցից ելնելով։ Շատ լավ։ Ու քանի որ արդեն իսկ շատ անկեղծ զրույց ենք ունեցել միասին, մենք ակալում ենք այս բաժնում նույնպես այդ նույն անկեղծությունը։ Սիրով, պատրաստ եք։ Այո, մենք էլ։ Սկսենք։ Սկսենք։ Ով է ավելի շատ ուշանում հանդիպումներից։ Չէ, ոչ ոք։ Պետք է նայել։ Ահա, չէ, բայց ոչ ոք։ Կլինի սենց անեմ։ Հայկ դու շատ կոչ ես։ Չէ, ոչ։ Չէ, բայց համեմատած քեզ հաստատ հա։ Ես այո, ես օրինակ չեմ ուշանում ընդհանրապես։ Եթե այդպես ուրեմն Հայկը, եթե ուշանում ես, բայց Հայկն էլ ըստիս բացարձակ ուշացող չի։ Շատ պունկտուալ է, սա չէ։ Չէ, չենք համարում ուրեմն պատասխանը։ Երբեք նրանք չեն ուշանում ոչ մի հանդիպումից, հանգիստ կարող եք նրանց ժամադրել, նրանք շատ ճիշտ ժամանակ են կլինի։ Ես ասեմ էլի, իսկապես ասեմ, ես չեմ սիրում ուշանալ, ես մի ժամ իմ ընկերները դա կփաստեն, մի ժամ
ժամ շուտ պատրաստված նստում եմ, դա կլինի առավոտյան 7-ին, ես 6-ին եմ պատրաստ նստած, Հայկը միշտ կես ժամ առաջ ինքը արդեն սենց բանա պատրաստա դուրս գալու։ Շատ երբեք չի եղել։ Դե նորմալ ընտանիք է, էլի։ Շատ նորմալ մարդիկ։ Ով է ավելի շատ խոսում հեռախոսով։ Ահա։ Ահա։ Այստեղից խաղացած։ Արդեն մոտենում ենք։ Լավ։ Ով է Վճռորոշ հարցեր։ ավելի խանդոտ։ Ահա։ Միանշանակ ես կարող եմ ասել, չգիտեմ։ Անահիտը չի Անահիտը դեռ։ կողմնորոշվում։ Այդ լավ է, որովհետև եթե նույնիսկ Անահիտը իր անունը ցույց տա ու ես չեմ էլ նկատում, այդ շատ գովելի է։ Ես սենց ասեմ, ես հիմա չեմ գերադրականով չեմ կարող Հայկին ցույց տալ, դրա համար ավելի լավ է այսպես ասեմ, երևի այդ ինչ որ տենց բաներ կան, որ երկուսից մեջ էլ։ Բայց մարդկային եւ առողջ բաներ են, դրա համար մի փոքր տարակուսեցի։ Սենց։ Լավ։ Ով է ավելի համեղ պատրաստում։ Դե լավ է։ Հրաշալի։ Շատ Անահիտներ։ Ով է ավելի հաճախ ասում սոված եմ։ Լավ։ Ով է ավելի հումորով։ Սա սեր է։ Միանշանակ, այո։ Իսկ ով է վիճաբանություններից հետո առաջին քայլն անում։ Ոնց։ Ռուբեն ջան, Ապրես Հայկ։ Ով է ավելի շատ լուսանկարվում։ չէ։ Ով է ավելի շատ լուսանկարում, որ ասեք, ես կասեի Հայկը, որտեղ Հայկը շատ գեղեցիկ լուսանկարում է։ Իսկ լուսանկարվում է Անահիտը։ Այո։ Այո։ Ով է ավելի շատ ժամանակ անցկացնում սոցցանցերում։ Հետաքրքիր։ Ով է ավելի լավ պարում։ Ով է ավելի գաղտնապահ։ Հավասար։ Կարծում եմ, հա։ Ահա, էլ գաղտնիքներ չվստահ ես։ Բանկար ուզում էի իմանայի, դու այդպես էլ ինչ չասեցիր, դրա համար Ով է ավելի արագ վիրավորվում։ վայ։ Միանգամից։ Դրա համար է միշտ առաջին քայլը Հայկն է անում։ Լավ, ով է ավելի համառ։ Հավասար։ Երևի սա նմանությունների մեջ չշեշտեցինք, բայց այո, հավասար։ Ես իր Երկուսն էլ տեսակի համառ մեջ եք։ եմ համառ։ Ջան, Հայկ։ կներես։ Բարձրացրու թուղթը։ Չէ, միանշանակ ես։ Տենց, ուրեմն ես էլ։ Հասկացաք, որ ասացի։ Հասկացանք ես, որ բաժնից էր։ Ով է ավելի շատ ծախսում։ Սենց հետո սենց։ Դեր, այդ պետք է ասեիր դեր, սենց ու սենց, հետո Չէ, հիմա արդեն բացատրեմ սենց։ ինչի Ես համար։ ասեմ բաներ կա դու չգիտես։ Հետո սենց։ Հա, թող տենց լինի։ Չհաշված ես վեր։ Լավ, հա։ Դեր հարմար է։ Դեր հարմար է այդ ամեն ինչը։ Լավ, ով է ավելի շատ երազում ապագայի մասին։ Սենց։ Արդեն տուն է կառուցում, չէ՞, լողավազանով։ Հայկը միշտ հա, շատ ավելի ես էլ եմ իմ տեսակով կառուցողական միշտ, բայց երբեմն ես հնարավոր է այդ պահի մեջ շատ ավելի լինեմ, Հայկը լինի անցյալում ապագայում կառուցողական մտքերի շուրջ, պատկերացումներ, իհարկե միշտ դրական միշտ լավ, որը որ կարծում եմ տղամարդուն բնորոշ, իրական տղամարդուն բնորոշ սովորույթ է։ Հիշեցի Վարդան Պետրոսյանի հայտնի ներկայացումից են հատվածը, ինչ անում առողջ տղամարդը ողջ գիշեր, մտածում է։ Մտածում է, իհարկե։ Ու տիպիկ հայ տղամարդ, կեցես Չէ, ես գնահատում եմ, դա գնահատում եմ շատ։ Ես ինչու ինձ չբարձր, բնականաբար ես էլ եմ այդ մտքերի մեջ, բայց ես երբեմն պահի մեջ շատ ավելին եմ այդ պահի մեջ, քան Հայկը։ Ով է ավելի շատ սիրում անակնկալներ նախաձեռնել։ Նախաձեռնել։ Մի բանում Հայկը չի սիրում անակնկալներ։ Նախաձեռնել։ Չէ, նախաձեռնել է սիրում, անակնկալներ չի սիրում։ Իսկ ես նախաձեռնող եմ անակնկալներ շատ եւ շատ եմ սիրում առասարակ անակնկալ։ համ նախաձեռնել, համ էլ Հա, իսկ ես անակնկալներ չեմ սիրում։ Չէ։ բայց նախաձեռնել։ Ով է ավելի ռոմանտիկ։ Հետաքրքիր պատասխաներ։ Այո, իհարկե։ Եվ Շատ լավ, իսկ ով է առաջինն ասել ես քեզ սիրում եմ։ Վայ։ Դա ինչ հարց է։
Օրվա ընթացքում բայց ով է ամենաշատն ասում ես քեզ սիրում եմ։ Մեզ մնում է ընդամենը միշտ մաղթել, որ դուք լինեք ու մնաք այնպեսին, ինչպեսին, որ հենց այսօր մենք ձեր հետ զրուցից ձեզ ճանաչեցինք ու ձեզ հասկացանք։ Սիրառատ։ Այո, Շնորհակալ ենք շատ, ձեզանից էլ ենք շնորհակալ ենք, որ հրավիրեցիք ու մենք ձեր գեղեցիկ տաղավարում գեղեցիկ զրույց ունեցանք ձեզ հետ։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ շատ շնորհակալություն, մենք սիրով միշտ պատրաստ ենք ու այս անկեղծության համար, անմիջականության համար շատ շնորհակալություն։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում ու հուսանք, որ այդ հանգստյան օրերը ձեր կյանքում շատ կլինեն։ Ոչ մի քիչ կվիճեք թե ծով, թե անտառ, թե այստեղ, թե ակտիվ, թե пассив, բայց կարևորը թող որ հանգիստը լինի։ Իսկ մենք, եթե դեմ չեք, արդեն երաժշտություն լսելու ժամանակն է, երաժշտություն կլսենք, հետո կվերադառնանք ու կշարունակենք։